Ստեփանյան ներողություն եմ խնդրում։ Դուք եւս դեսպանատան դիմաց եք, խնդրում եմ նշել ձեր կարծիքը կատարվողի վերաբերյալ։ Նախ ասեմ, որ մենք այստեղ ներկայացնում էինք համահայկական ճակատ կուսակցության եւ շարժման անդամներն էինք այստեղ։ Մեր շարժման առաջնորդը պատերազմից րոպեներ հետո իր ցավակցական խոսքը ուղղեց Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին։ Այստեղ էինք մեր զորակցությունը հայտնելու, որովհետեւ տեսնում եք նաեւ այստեղ երեխաների նկարներ կան։ Այնինչ կատարվում է տարածաշրջանում իրապես վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլ ընդհանրապես ողջ տարածաշրջանի համար է վտանգավոր եւ ես կարծում եմ, որ մեր իշխանությունը այս օրերին ոչ թե պետք է քարոզարշավով զբաղվի, այլ պարբերաբար հրատապ անվտանգության խորհրդի նիստեր հրավիրի, որովհետեւ մենք չենք կարող ասել այսօր ես երեք լսում էի Շինուհայից ասում էին Սյունիքի մարզ այդ կրակոցները այնքան մոտ են իրենց բնակիչները ասում, որ իրենց թվում է հենց իրենց տանիքներին է պայթում։ Մենք չենք կարող այսօր մտածել, որ կարող են քարոզարշավով զբաղվել, մարդկանց խփելով զբաղվել, սա իրենց ասած խաղաղությունը դուք տեսնում եք, տեսեք, այստեղ այս պատերազմով վտանգվեց նաև թրիփի ճանապարհը, որովհետև Իրանը այլևս չի հանդուրժի իր սահմանին Ամերիկայի ներկայությունը, այսինքն այդ թրիփի ՍՊԸ-ն հոդը ցնդեց, որով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս ժողովրդին խաղաղություններ խոստամ։ Այսօր մենք պետք է լինենք Իրանի ժողովրդի կողքին, որովհետև Իրանը մեզ հարևան, մեզ բարեկամ պետություն է եւ այս տարածաշրջանում Հայաստանի ու Իրանի շահերն են համընկնում, առավելապես ես այսօր իրենց հիշեցրեցի պարոն փոխտեսպանին, մենք չենք մոռանում, որ օրինակ երկրաշարժի ժամանակ ամենամեծ օգնությունը հենց Իրանի իսլամական պետությունից էր Գյումրի հասնում եւ մենք այսօր չենք կարող այսպես մի քիչ գուցե հորթի հայացքով նայել այս ամենին, մի քիչ կոպիտ եմ ասում, բայց պիտի ասեմ, մենք չենք կարող, որովհետև տարածաշրջանը եռում է եւ ամեն րոպե Հայաստանը կարող է դառնալ այդ տարածաշրջանի թիրախներից մեկը։ Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ Հայաստանը Աստծո կամոք չդառնա այդ պատերազմի մաս, մենք չենք կարող պարզապես մեր ձեռքերը ծալել, նայել թե ինչ է կատարվում այսօր մեր հարևան բարեկամ պետության մեջ, տեսեք, մենք վատ էինք զգում, երբ որ 44 օրյա պատերազմի ժամանակ աշխարհը իրեն լռության էր մատնել, նույն Եվրոպան, ես այսօր լսում եմ Մակրոնի հայտարարությունը, որ պետք է իսկ Իրանի հանդեպ կիրառվեն այսպիսի գործողություններ, իսկ ուր էիք 44 օրյա պատերազմի ժամանակ, ինչու եք ջայլամի պես ձեր գլուխները մտցրել հողի տակ ու չէիք տեսնում, որ այնտեղ երեխաներ են զոհվում, ընտանիքներ են զոհվում, ինչ կատարվեց Արցախում։ Արցախը պիտի մեզ դաս լինի, թույլ չտալու, կարևոր չէ այսօր Իրանի ժողովուրդն է, վաղը կարող է Հայաստանի ժողովուրդը այս թիրախում հայտնվել։ Մենք այստեղ ենք մեր զորակցությունը հայտնելու։ Ձեր կարծիքով ինչու Փաշինյանը քարոզարշավը դադարեցնելու փոխարեն անվտանգության խորհրդի նիստ չի գումարում եւ ինչն է պատճառը։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը կառավարվում է այլ ուժերի կողմից, ուղղակի այդ այլ ուժերը Հայաստանում ունեն իրենց մարդիկ, իրենց աշխատողները, ովքեր այստեղ աշխատում են։ Այո, ինձ համար զավեշտալի էր, երբ որ այնտեղ երեխաներ էին դպրոցի վրա այդ պայթյունից տասնյակ 100-ից ավել երեխաներ էին զոհվել, կիլոմետրեր այս կողմ պետության մի ղեկավար կուկուռուզ ուտելով, ժպտալով, նարդի խաղալով օրեր անցկացնում, ինձ համար եւ ամոթ էր եւ դա մեր արժանապատվությունից չէր գալիս։ Ես կարծում եմ, որ պետք է ինչու չհրավիրեց անվտանգության խորհրդին, ես կարծում եմ, որ իրեն պիտի ասեն։ Այս իշխանությունը ենթադրում եմ այդպես է, այլապես նորմալ իշխանությունը նման իրավիճակում չի կարող իրեն դնել ծիծաղելի վիճակի մեջ։ Ես դատապարտում եմ Հայաստանի իշխանության պահվածքը, ուղղակի դատապարտում եմ, որովհետև մենք վաղը կարող ենք հայտնվել նույն իրավիճակում եւ
արժանանալ բոլոր պետությունների, ասենք դուք պատկերացնում եք, մեզ մոտ նման բան լինի, հարևան պետությունում կուկուռուզ ուտեն։ Վրաստանի նախագահը կուկուռուզ ուտելով, մենք ինչքան վիրավորված չէ, մեզ կզգանք։ Ես կարծում եմ հիմա այդ վիրավորանքը մեր հարևան երկրի ժողովուրդը զգացել է եւ Իրանը մեզ համար ոչ միայն մեր տնտեսության զարկերակն է, մեր գոյության զարկերակն է նաեւ։ Մենք չենք կարող ուղղակի թույլ տալ, որ որոշ երկրներ որոշեն ոչնչացնել որևէ պետություն եւ մենք ջայլամի քաղաքականություն վարենք։ Դատապարտում եմ Փաշինյանական իշխանության կեցվածքը այս օրերին, առավել եւս, որ ինքը զբաղված է կեղծ քարոզարշավով։ Խնդրեմ ստեսություն։